Բայց շատ ավելի ուշագրավ է, որ դրա նախօրեին որպես դեպքերի ականատես մանրամասները պատմել Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար Սամվել Ֆարմանյանը, ինչը կարծես շատ չլուսաբանվեց, բայց իրականում շատ լուրջ վկայություններ են դրանք։ Ու երևի թե դա է պատճառը, թե ինչու է Սերժ Սարգսյանը որոշել քիչ խոսել 2018 թվականի իրադարձությունների մասին, չնայած խոստացել է դրա վերաբերյալ հատուկ հարցազրույց տալ։ Եթե հակիրճ, ապա պարզվում է, որ Սերժ Սարգսյանը Կարեն Կարապետյանին է փոխանցել իշխանությունը, բայց նա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ խոսելուց հետո որոշել է հրաժարվել ու փոխանցել էստաֆետը Նիկոլ Փաշինյանին։ Այստեղ կարծես ուրվագծվում է, թե ովքեր էին այն հզոր ուժերը, որ հաղթեցին Սերժ Սարգսյանին։ Եթե իհարկե հետևենք Սամվել Ֆարմանյանի տրամաբանությանը։ Քանի որ այդ պատմությունը գրավոր է, տեսանյութ չկա, կփորձեմ հնարավորինս հակիրճ ներկայացնել, բայց հաղորդումը դրանից երկարելու է։ Այնուամենայնիվ դա հետաքրքիր է։ Եվ ուրեմն նա պատմում է, որ վարչապետի հրաժարականից հետո ՀՀԿ-ով հավաքվել են ու Սերժ Սարգսյանն առաջադրել է փոխվարչապետ Կարեն Կարապետյանի թեկնածությունը որպես նոր վարչապետ։ Վերջինս այն ընդունել է ու հավաստիացրել, որ ամեն ինչ լավ է լինելու։ Հարկ է նշել, որ դրանից առաջ նա անձամբ էր գնացել ու ձերբակալվածների պահման վայրից ազատել Փաշինյանին։ Սա ի դեպ առանցքային գործողություն է։ Մարդկանց հենց այնպես ուղղակի փաստորեն քաղաքական որոշմամբ ազատել են, երբ դատախազությունը գործ էր հարուցել նրանց դեմ։ Նոր իշխանության համար սա կարող է հետագայում իրականում լինել քննության առարկա։ Ինչևէ, շարունակենք ծանոթանալ Ֆարմանյանի վկայություններին։ Կարեն Կարապետյանը այնուհետև ՀՀԿ-ականներին հավաստիացրել է, որ ամեն ինչ կոնտրոլի տակ է, զանգելու է Վլադիմիր Պուտինին ու դրանով ամեն ինչ կավարտվի։ Ուշագրավ է, որ Ֆարմանյանը շեշտում է կոնտրոլի տակ արտահայտությունը։ Կարծես հատուկ է անում, փորձելով Քոչարյանին հուշել, որ այդ բառը ոչ թե Սերժ Սարգսյանին է եղել, այլ Կարեն Կարապետյանինը։ ՀՀԿ-ի ներսում Պուտինին զանգելուց հետո հարցերը լուծելը փաստորեն համարվել է ամենավերջին ինստանցիայի մի երաշխիք։ Մարդիկ հանգիստ շունչ են քաշել։ Բայց հետո ինչ-որ բան է փոխվել, հենց Կարեն Կարապետյանի կողմից ազատված Փաշինյանը ցույցերի ժամանակ մեկ էլ վեր է կանգնում եւ ասում. կամ ինքն է լինելու վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չի ունենալու։ Ես կամ վարչապետ կընտրվեմ ժողովրդի միջոցով, ժողովրդի պահանջով, ժողովրդի աջակցությամբ կամ էլ Հայաստանի Հանրապետությունում ընդհանրապես վարչապետ չի տրվի։ Կարեն Կարապետյանն էլ հատկապես Պուտինի հետ զրուցելուց հետո փաստորեն տուրք է տվել Փաշինյանի շանտաժին, հեռացել է ու փաստի առջև է կանգնեցրել ՀՀԿ-ականներին։ Ըստ Սամվել Ֆարմանյանի կար մեկ այլ սցենար։ ԲՀԿ-ն էր ուզում առաջադրել Գագիկ Ծառուկյանի թեկնածությունը որպես վարչապետ,